Բարև ձեզ։ Դեռ նախորդ տարվանից սկսված հայ առաքելական եկեղեցու եւ վեհափառ հայրապետի դեմ ուղղված Հայաստանի գործող իշխանության սկսած արշավը ոչ միայն չի դադարում, այլ նաեւ նոր հակասահմանադրական բնույթ է ստանում։ Թվում էր, թե հավատավոր ժողովրդի հակազդեցությունն ու միաբան կեցվածքը պետք է սթափեցնեին կամ ապաշխարելու ուղի մատնանշեին վարչապետին եւ վեհափառի դեմ արշավին լծված 10 եպիսկոպոսներին, սակայն վերջին իրադարձությունները հակառակի մասին են վկայում։ Օրերս հայ առաքելական Սուրբ եկեղեցու իբր բարենորոգման վերաբերյալ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարության եկեղեցու հիմքերը կազմաքանդելու Փաշինյանի հեռահար մտադրությունների եւ առհասարակ եկեղեցու դերի ու կարեւորության մասին ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու Երևանի Պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Ազգային ժողովի նախկին падգամավոր Վարդան Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Խաչատրյան, օրերս Փաշինյանը եւ 10 եպիսկոպոսները, ինչպես գիտենք, ստորագրեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցու այսպես կոչված բարենորոգման մասին հայտարարություն, հետո ստեղծեցին ինչ-որ խորհուրդ, հասցրեցին խորհրդի նիստ անցկացնել եւ հրապարակել այդ բարենորոգման ճանապարհային քարտեզ, որում մի շարք կետերի թվում նշված էր նաեւ նոր կանոնագրության ընդունումը, հանգանակություններին հետևումը, ընդհուպ միջև կաթողիկոսի ընտրությունը։ Եվ այստեղ հետաքրքիրն այնն է, որ այդ հայտարարության տեքստում մեղադրվում է եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշվելու համար, բայց փաստացի տեսնում ենք հակառակը։ Այս պահին արվում է ամեն ինչ, որպեսզի եկեղեցին ներքաշվի, քաղաքականության մեջ արհեստականորեն։ Ինչ ուժ եւ կարեւորություն կարող է ստանալ այս հայտարարությունը, նաեւ արդյոք այն սահմանադրության, մեր երկրի օրենսդրության եւ միջազգային բոլոր պարտավորություններին չի հակասում։ Պետք է ասենք, որ առաջին հերթին մեր սահմանադրությանը դա հակասում է։ Այսինքն սահմանադրությամբ եկեղեցին բաժանված է դպրոցից, որը փորձեցին իրականացնել էլի գոյությունների ինչ-որ կապ եկեղեցու եւ դպրոցի միջև, այդ կապը վերացրին ներկայիս իշխանությունները եւ իսկ հիմա համարում են, որ իսկ մյուսը, այսինքն իշխանություն եկեղեցի հարաբերություններում, եթե իշխանությունը չէր կարող խառնվել եկեղեցու գործերին, հիմա խառնվում է ամենայն կրքով։ Հիմա այսպես ասենք, որ երբ որ դու խառնվում ես այդպիսի մի երևույթի, միշտ պետք է հիշենք, թե իսկ ինչու է այդ դրույթը համաշխարհային բնույթ ստացել։ Առաջին հերթին դեռևս Բերդյաևի ժամանակներից, էլի, այսպես ասենք, ասում եմ երկու բան խորհրդային իշխանության տարիներից է, էլի։ Երկու բան չի կարելի ռեֆորմի ենթարկել։ Մեկը Գիտությունների ազգային ակադեմիան, որ չի կարելի ենթարկել, որովհետև դուք երբեք չեք կարող խորանալ գիտության մեջ որպես իշխանություն։ Փաստացի դա է ենթարկվում։ Այնքան, դե մեզանում դա ոչ միայն ենթարկվում է, շարունակական process-ի է վերածվել, եւ ես հատուկ դրա համար եմ հիշեցնում, որ Բերդյաևը հենց դա էր ասում, եւ դա ճանաչվում էր որպես անվիճելի ճշմարտություն, եւ իհարկե դու չես կարող ամենայն խորությամբ որպես իշխանություն իմանալ գիտության ներփին այն զարգացման առանձնահատկությունները, որոնք ապագայում պայմանավորելու քո ժողովրդի եւ քո ազգի համար։ Երկրորդը եկեղեցին որպես այդպիսին եւս աներևակայելի ծավալուն, խորքային 1700 տարվա պատմություն ունեցող 1001 մսաղացների միջով հաջողությամբ անցած հայկական ինքնությունը պահպանած գլխավոր կառույցն է։ Նա համաշխարհային կառույց է եւ այս տեսակետից որևէ ազգային իշխանություն չպետք է մտնի միջազգային կառույցի շրջանակը, այսինքն եթե դա լոկալ պետության իշխանությունն է, Հայաստանի Հանրապետությունը լոկալ պետություն է, այս առումով եւ եկեղեցին որպես այդպիսին լինելով համաշխարհային կառույց նրա պայմանական ասած իրավասության շրջանակը չէ, առավել եւս որ եկեղեցին եւ պետությունը բաժանված են իրարից, միմյանցից։ Սրանից դուրս կարելի է նաեւ նշել այն հանգամանքը, որ սա գեր կարևոր խնդիր է,
եւ ունի իր բացառիկ վտանգները, որոնք կարող են խորտակել աներևակայելի ոչ միայն արժեքներ, այլև բերել վերջնականապես հասարակության կանգի ստուպարի։ Ինչու՞, որովհետև օրակարգը, որը ներս է բերվել, մտցվել է շրջաբերման մեջ, ինքը կեղծ օրակարգ է։ Ես 101 անգամ ասել եմ, կեղծ օրակարգը հիմնականում այն պատճառով, որ նա չունի արձագանքը հասարակության, այսինքն հա, շատ բան արվում է, ինչ որ երթ է արվում, ինչ որ միտեղ գնում են եւ վերցնում են, ասենք, բանալիները բացում են եկեղեցին եւ անում են ինչ որ պատարակ եկեղեցում, անում են ինչ որ միջոցառում եկեղեցում, այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին, որ հասարակությունը տառացիորեն հետաքրքրված չէ այն օրակարգով, որը իշխանությունը բերել է հիմա քննարկման, այսինքն որը ֆրոնտիր առաջին գիծ է դարձրել իր համար։ Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ սա իսկապես քանի տոկոսին է հետաքրքրում այն խնդիրները, որոնց մասին խոսում են։ Ցավոք ոչ մեծ։ Քանի տոկոսին, երևի մի տոկոս չհավաքի։ Եթե սկզբից ինչ որ բամբասանքներ, ինչ որ անձնական կյանքի հետ կապված խնդիրներ, ինչ որ 1-1.5%, միգուցե մինչև 2%, ասենք, հիմա ընդհանրապես անհասկանալի է ինչի մասին է խոսքը գնում։ Կամայական օրակարգ որպես այդպիսին օրակարգ է միայն այն դեպքում, երբ որ նրան արձագանքում է հասարակության մեծամասնությունը կամ զգալի տոկոսը։ Մեզանում այդպիսի բան չկա, վերջապես։ Հիմա արդյոք ուժը, որը այսօր ներկայացնում է իշխանությունը, ունի այն համարումը, որ ինքը կարող է ամենաբարձր համարում ունեցող կառույցին թելադրել այս կամ այն փոփոխությունները առանց խորանալու, առանց լայն քննարկման։ Ես նույնիսկ եմ ասում, այս քննարկումները անհրաժեշտ է անցկացնել լայն սեղանով, պրոֆեսիոնալների ներկայությամբ եւ հասարակայնության աչքի առաջ։ Այդ դեպքում կարող է հասարակայնությունը ինչ որ կերպ հետաքրքրվի էլ, բայց ոչ մի դեպքում մենք իրավունքը չունենք հենց այդպես որոշել, որ մեր եկեղեցին կարող ենք կոկել այնպես, ինչպես ուզում ենք, առանց պատկերացնելու անգամ այն քայլերը, որոնք ասվել են, որ այդ քայլերը կարող են իրենց հետ բերել ծայրահեղ ծանր հետևանքներ։ Բոլորս լավ հասկանում ենք, որ հայոց առաքելական եկեղեցին բաղկացած է թեմերից։ Այդ թեմերը ընդունելու են, չեն ընդունելու, ինչի համար է այդ աժիոտաժը։ Ինչ խնդիր ենք լուծում վերջին հաշվով։ Մենք ուզում ենք աղճատել այդ միասնական մարմինը, մենք ուզում ենք Սփյուռքը եւ Հայաստանը հակադրել իրար։ Այս բոլոր վտանգները սրա մեջ կան։ Եվ երբ որ մենք ասում ենք, հիմա վերցնենք համարումը, լավ։ Համարումը էլեմենտար 79% համարումը եկեղեցու Կովկասյան բարոմետրի տված տվյալներն են։ Որևէ քաղաքական կազմակերպություն գոյություն ունի, որը ունի այդ համարումը Հայաստանում։ Ոչ մեկը չունի։ Այսինքն ներկայիս իշխանությունը հաստատ դրա կեսն իսկ չունի։ Հիմա ոնց հասկանանք այն բանը, որ գլուխը, որը իրականացրել է քաղաքականությունը այս վերջին երկարուձիգ տարիների ընթացքում, երբ որ ինքը եղել է Գարեգին II-ը, եղել է համայն հայոց կաթողիկոսը, ստացել է այդպիսի համարում հասարակության մեջ։ Հիմա որևէ մեկը կասկածում է, որ միաբևեռ այնպիսի կառույց է, ինչպիսին է եկեղեցին, բրգաձև, իր համարմամբ մի զգալի չափով պարտական է նաև իր կաթողիկոսին։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի աշխարհում։ Երկրորդ քննարկվող տարբերակ չկա։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք դրել ենք հարցը այսպես, որ չէ, անհապաղ, վերջնականապես առանց խորանալու այն ամենի մեջ, ինչը 1700 տարի անթեղվել է, 1700 տարի գոյատևել է եւ դրա չիմացությունը մեզ միշտ, գիտեք, ինչ կա, մի բան էլի, ես կիսատ թողեմ խոսքս ասեմ, էլի, արքետիպային արմատների դեմ, ինչպիսին է, ասենք, այդ 1700 տարվա, որի մեջ սոսկ ինքը չի, նաև մեր նախորդող պատմությունը կա։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք մեր դյուցազներգությունը, նրանում հեթանոսության կողքին
դրված են քրիստոնեության կնիքները անկախ որևէ բանից, չէ՞։ Ով Մարութա Աստվածածին։ Աստվածածինը հասկանալի որ քրիստոնեության հետ է կապված, դա հեթանոսության հետ որևէ կապ չունի, որպես այդպիսին։ Բայց այս ամենը հանկարծ մենք դնում ենք հարցականի տակ, հանկարծ մենք դնում ենք հարվածի տակ, հանկարծ մենք որոշում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է հենց միայն Հայաստանի շրջանակներում եկեղեցի, բա մեր համաշխարհային ազդեցության լծակները, հնարավորությունները, ինչից ելնելով ենք մենք ուղակի ամլում։ Պարոն Խաչատրյան, հարցադրում արեցիք, որն է նպատակը, այդ հարցի պատասխանը կարծում եմ Փաշինյանը հնարավոր եւ անհնար բոլոր վայրերում եւ բարձրախոսերով ասում է, վերջին իր ճեպազրույցի ժամանակ էլ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե այն մասին, որ վեհափառը գնալու մտադրություն չունի, այնուամենայնիվ նա ասաց, որ մտադրություն չունի, բայց այնպես կանենք, որպեսզի փոխի իր մտադրությունը եւ ստիպված կլինի հեռանալ։ Եվ դեռ այս սպառնալից հայտարարությանն էլ հավելեց, որ դա կանեն անցնցում եւ քրիստոնեական հանդուրժողականությամբ, ինչը բացարձակ աղերս չունի իրականության հետ։ Ինչ է սա ենթադրում արդյոք խոսքը կրկին բռնի ուժի կամ ինչպես նախորդ անգամ Մայրաթորի դեմ ասպատակությունների մասին է։ Եթե ասում եք, որ բռնի ուժի բացառմամբ, մտածենք, որ միգուցե բռնի ուժի բացառմամբ, բայց այդ դեպքում դու պետք է ունենաս այն համարումը, որը կարողանա առաջացնել հասարակական լայնածավալ ճնշում, որպեսզի կաթողիկոսը ասենք թե մտածի, որովհետև կաթողիկոսը օցիալ է, նրա վրա դրված է պարտավորություն, պարտականություն Հիսուսից, չմոռանանք էլի դա, մեկ էլ չսկսենք էլի խոսալ այն մասին, որ մենք գնում ենք Հիսուսին ազատագրենք, մենակ ենք թողել, մենակ ենք թողել էջմիածնում եւ այլն, չէ, այդ ամեն ինչը բերեք դրենք մի կողմ։ Ես նույնիսկ եմ կրկնում, եթե կարիքը կա, որ մեր հասարակությունը այնուամենայնիվ տեղյակ լինի, որտեղ դա ճակատագրական նշանակության երևույթ է, ճակատագրական նշանակության փոփոխություն է, եթե մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի, ուրեմն պետքա լինի այդ լայն սեղանը, պետքա դրվեն փաստարկներ եւ թող այդ փաստարկները հերքվեն։ Այսինքն որ եկեղեցին ամենաազդեցիկ կառույցն է այսօր, որ կաթողիկոսը ուրեմն ունի իր վաստակը այն ամենում, ինչում եկեղեցին այսօր հեղինակավոր կառույցն է Հայաստանում։ Ուրիշ հարցա, որ իհարկե ներկայիս իշխանությունների համար ցանկալի է, որ իրենց իշխանության վերարտադրությունը, որը մերձավոր է ժամանակների ընտրություններում իրենք փորձելու են իրականացնել, զերծ լինի եկեղեցու օպոզիցիոն դիրքից։ Չնայած եկեղեցին միշտ ոչ հեղափոխական վարքագիծ է որդեգրել։ Եկեղեցին դա թուրը հանող եւ կռիվ անողը չի։ Ճիշտ է, ինքը կանգնած է աշխարհիկ իշխանությունների թիկունքին եւ աշխարհիկ իշխանությունները իրենց զորեղ են զգում, ինչպես Սարդարապետի ճակատամարտի ժամանակ։ Կաթողիկոսը պետք է հնչեցներ զանգերը եւ զանգերը մինչեւ ճակատամարտի ավարտը չպետք է դադարեին։ Ինքը բոբիկ ոտքերով պետք է կանգնացներ, էջմիածնի մուտքի մոտ մահեր տաճարի եւ եթե թուրքերը գային, նա այդտեղ պետք է ընդուներ իր մահը։ Դա հեղափոխություն չէր։ Իհարկե կային մեջներից, ասենք, օրինակ Գարեգին Հովսեփյանցը այն ժամանակ հետագա մեր Կիլիկիո առաջին կաթողիկոսը, նա գնաց եւ Ղարաբաղի հեծելակին ինքը դուրս բերեց գրոհի հակառակորդի դեմ, բայց այնուամենայնիվ կաթողիկոսը որպես այդպիսին պասիվ դիմադրության կրող էր, ինչպիսին պետք է լինի եկեղեցու գլուխը։ Պարոն Խաչատրյան, խոսեցինք հանրության ձայնից, հանրային կարծիքից, մասնագետների կարծիքից, այստեղ էլ հակադրություն կա, որովհետև երբ հանրությունը կամ մասնագետները անընդհատ բարձրաձայնում են, որ վարչապետը չպետք է միջամտի, դա սահմանադրությանը դեմ է, դա անթույլատրելի է, Փաշինյանը կրկին իհարկե խուսափողական պատասխաններ է տալիս, իսկ այս վերջին ճեպազրույցում էլ ասաց, որ ինքը որպես վարչապետ կարծում է, որ պետք է միջամտի հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր եւ անպայման ինքը պետք է կամրջի բոլոր ինստիտուտները, այդ թվում եկեղեցու։ Սա կարծում եմ իսկապես անթաքույց սպառնալիք է, որն է սրա դեմ պայքարի այն հավաքական եւ արդյունավետ միջոցը, ինչ եք կարծում։
Գիտեք, ես էլի հակված եմ նրան, որ այնուամենայնիվ իշխանությունը պետք է գիտակցի, որ այս ճանապարհը ոչ միտեղ չտանող ճանապարհ է եւ ինքը հանգեցնելու է համակարգային ճգնաժամ։ Գնում ենք հիմա համակարգային ճգնաժամի մեջ ենք արդեն եւ շարժվելու ենք մինչեւ ստուպարը։ Մենք ունենք շատ ավելի հասարակությանը հետաքրքրող հարցեր, ինչպիսին է, ասենք, օրինակ անվտանգության խնդիրը։ Եվ եթե անվտանգության խնդրով, ասենք, պետք է օրակարգ բերվի, դա բոլորին շատ ավելի կհետաքրքրի, պետք են կիրառական տեղաշարժեր 1001 տեղ բանակից սկսած վերջացրած զենքի ներկրումով ու զինարտադրության հնարավորությունները դիտարկելով եւ այլն, այսինքն դրանից կախված է մեր լինել չլինելը։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ դրա փոխարեն շրջաբերվում է այսպիսի մի օրակարգ, որը, ասենք, իշխանության կողմից ուղղակի հայտարարվում է, որ ամենակարևոր օրակարգը սա է։ Ինչից ելնելով։ Իսկ ո՞րն է այդ ընդդիմության եւ պայքարի ձևը ամենաարդյունավետ, ինչ եք կարծում։ Ում կողմից պայքարի ձևը, հասարակության։ Հասարակության, այո։ Դե հասարակությունը Այո, եկեղեցու ինչ ոչ։ Չէ, եկեղեցին որպես այդպեսի նորից եմ կրկնում, նա հեղափոխական կառույց չի, չպատկերացնենք այդպես։ Իսկ իմ համար առավել ընկալելին այն է, որ հասարակությունը պետք է այնուամենայնիվ իր ակտիվություն ուղղակի չկա, այսինքն հասարակությունը ներգրաված չի այդ ամեն ինչի մեջ եւ այդ ամեն ինչը ուղղակի կամերային բնույթ է կրում։ Այսինքն մի ինչ որտեղ հավաքվում ենք, մի ինչ որտեղ մի քանի հոգով մի բան ստորագրում ենք, ինչ որ մի քանի 100 մարդով շարժվում ենք այստեղ, 1500 հոգով շարժվում ենք այնտեղ եւ այլն։ Այս ամենը համահասարակական որևէ բան, որևէ լիցք իր մեջ չի կրում։ Համահասարակականը կարող է լինել մենակ այն ժամանակ, երբ որ այդ զանգվածները, որոնց ներքին էությունը վիրավորվել է կամ հարվածի տակ է դրվել նրանց ինքնությունը, հարվածի տակ է դրվել նրանց գոյության հնարավորությունը, նրանց երեխաների ապագան եւ այլն, հա, այդ ժամանակ, ասենք, հասարակությունը ի վիճակի է նաեւ դուրս գալ ուղակի իշխանություններին սաստելու ճանապարհի եւ ամեն ինչ բերել այնուամենայնիվ իր տեղը մինչև ընտրությունը։ Ես չեմ գտնում, որ մենք այն շռայլությունը կարող ենք մեզ թույլ տալ, որ մենք ցնցումների մեջ ընկնենք կապված փողոցային շարժումների հետ, կապված բախումների հետ, կապված հակամարտության սրման հետ։ Եվ ես գտնում եմ, որ ամեն դեպքում առաջի հերթին պետք է իշխանությունը այս տեսակետից ինքն իրեն պատասխան ունենա ներսում, թե իսկ ինչ է անում եւ որն է դրա ավարտը։ Եթե ավարտը այն է, որ մեր հասարակությունը բաժանվելու է մասերի, ատոմիզացիա է տեղի ունենալու հասարակության մեջ, դա Հայաստանի համար կարող է լինել մահաբեր ներկայիս իրավիճակում։ Եթե իշխանությունը ունի այնպիսի համարում, ինչպիսին ունեցել է ամենասկզբից, երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել, այդ ժամանակ կարելի էր եւ մտածել, որ նրա ասած կամայական խոսքը կարող էր վերածվել հետաքրքրություն առաջացնող օրակարգի, չնայած էլի քիչներ։ Անկամ այդ դեպքում քիչներ, որովհետև այդ օրակարգը այն օրակարգը չի, որի համար հասարակությունը պատրաստ է փողոց դուրս գալ, պատրաստ է ճնշում գործադրել, պատրաստ է 1001 զողողությունների գնալ։ Պարոն Խաչատրյան, եւ շատ կարճ, ինչ եք կարծում, արդյոք Մայրաթորի դիրքորոշումը եւ արձագանքը, պատասխանները բավարար են, որպեսզի այս գերլարված մթնոլորտը լիցքաթափվի եւ ինչպես դուք ասացիք, իսկապես հասարակությունը միաբանվի եւ ընդդիմանա այս գործընթացներին։ Հասարակությունը, երբ որ միաբանվեց, ընդդիմանալու խնդիրը չկա, հարցը լուծված է, եթե հասարակությունը միաբանվեց։ Այսինքն բոլորի համար հասկանալի է, որ այլևս ցնցումներ հասարակությունը չի կարող հանդուրժել։ Հիմա առայժմ դեռևս ընթանում է այդ ժամանակավոր լարումը, ինչպես ես եմ պատկերացնում, եկեղեցու վարքագիծը այնուամենայնիվ պետք չի որ լինի հարվածներ փոխանակելու վարքագիծ, որ այ նրանք մեզ, մենք էլ իրենց եւ այլն, եկեղեցին միշտ էլ հաղթել է։ Բայց հաղթել է ժամանակի մեջ, որովհետեւ ինքը 1700 տարի գոյություն ունի, իսկ չկա որևէ իշխանություն, անգամ դինաստիոն իշխանություն, որը մի քանի 100 տարուց ավել է տևում։ Եկեղեցու ինստինկտի մեջ դա կա, եկեղեցին վերջ թե սկիզբ հաղթելու է, որովհետեւ նա կապված է մարդու հոգեվորի հետ։ Իշխանությունները որպես այդպեսին միշտ ամենաանցանկալի բանով են զբաղվում՝ տնտեսությամբ,
պատերազմի գործով եւ այլնով։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պարոն Խաչատրյան, ձեզ էլ շնորհակալություն հարգելի հետևորդներ մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը Երևանի Պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Ազգային ժողովի նախկին падգամավոր Վարդան Խաչատրյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք